Տարիներ շարունակ ձգձգվող հին Երևան նախագծի կառուցումը ամենայն հավանականությամբ շուտով կմեկնարկի։ Հողային աշխատանքներն արդեն սկսվել են, նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն էլ հույս ունի, որ մինչև շաբաթվա վերջ քաղաքապետարանը շինթույլտվությունը կտա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան, Բյուզան, Տարամի, Կողբացի փողոցների հատվածներում։ Առաջի նախագիծը համաձայնեցվի այդ առաջի լոտի քաղաքապետարանի հետ կստանանք շինթույլտվություն եւ արագ տեմպերով կսկսվի առաջի լոտի շինարարությունը։ Նախագիծը արդեն 10 տարի է բուռն քննարկումների պատճառ է։ Այս ընթացքում հուշարձաններ քանդվեցին, դրանց փոխարեն այսօր հյուրանոցներ եւ էլիտար շենքեր են կառուցվում։ Հին Երևան նախագծի հեղինակը շարունակում է պնդել, որ սա միակ ճանապարհն է պատմամշակութային այս շենքերը վերջնականապես չկորցնելու համար։ Նախագիծը քննադատողներին էլ կոշտ հակադարձում է։ Հիմա պատկերացրեք, մեկին պատվիրել են օպերա գրում ու մի քանի ինչ-որ մասնագետներ, որոնք ավարտել են կոնսերվատորիան, ընդհանրապես ունեն դիպլոմ։ Կյանքում նույնիսկ երաժշտության այսքան փոքրիկ բան չեն գրել, ու հանկարծակի սկսում են անդադ քննարկել, թե այդ կոմպոզիտորը, որ այդ օպերան գրում է, լավ է թե լավ չի։ Ես այդ հարցադրումը չեմ հասկանում։ Ես հեղինակն եմ համալիրի։ Համալիրը նախագծում եմ այնպես, ինչպես ես պատկերացնում եմ, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդիկային հուշարձանների վերակառուցման, իսկ մնացած այդ խոսացողները ինձ քիչ են հետաքրքրում, որտեղ այդ խոսացողները ոչ իրենց հարևան Թիֆլիսի պատմությունը գիտեն վերակառուցում են, ոչ Դրեզդենի, ոչ ամբողջ Եվրոպայի եւ այլն։ 2 տարի առաջ Ազատության տեսախցիկը արձանագրել էր, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում քանդված հուշարձանների արժեքավոր քարերը եւ բեկորները։ Վարդանյանը ասաց, աֆրիկյանների շենքի քարերի ապամոնտաժմանն է միայն մասնակցել եւ վստահեցնում է, որ դրանք վնասված չեն։ Ինչ վերաբերում է Արամի, Պուշկինի, Բյուզանդի փողոցների հուշարձանների բեկորներին, ցավով նշում է, դրանք պետք է փոխարինվեն նորերով։ Մնացածի համար ցավոք սրտի, նրանք չեն ապամոնտաժվել, նրանք ուղղակի քանդվել են։ Այսպես ասեմ, այս պետք է փորձեմ այդ քանդված շենքերի քարերից, ինչը որ պիտանի է պահում եմ ճակատը վերականգնելուց, ինչը որ չկա, ֆիզիկապես չկա։ Նոր քարերով լրացնում եմ այդ։ Քիչ չեն կարծիքները, թե հին Երևան նախագիծը պատմությունը պահպանելու իմիտացիա է։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ է, առանց միջավայր պահպանելու ոչ մի հին Երևան էլ չի ծնվի։ Որովհետև մենք մի տեսակ կորցրեցինք այդ պատմությունը, հիմա մենք ուզում ենք վերստեղծենք, բայց երբեք չի կարելի հետագա սերունդներին ասել, որ գիտեք ինչ, այս որ մենք ունենք, սա այդ հին Երևան այսպիսին էր, որովհետև մենք ի սկզբանե մարդկանց խաբում ենք, չի կարելի։ Նոր պատմություն է դա եւ արված ոչ չեմ ուզում այդ բառը ասեմ մասնագիտական։ Ստեղծելով մի բան ջարդում են ավելի մեծ արժեք Թամանյանի գլխավոր հատակագիծը, ասում է Մինասյանը։ Ընդգծելով, սխալ է ընտրված նաև հին Երևանի կառուցման վայրը։ Մինասյանը ընդունում է, որ այստեղ նաև խնդիր կա ներդրողների հետ, քանի որ ի սկզբանե Հայաստանում սխալ մշակույթ է ձևավորվել նրանց հետ աշխատանքում։ Ինվեստորների ձեռքը, այսպես ասած, պատանդ ենք վերցած։ Նա անպայման ուզում է քաղաքի կենտրոնում։ Մենք այնքան քաղաքում տարածքներ ունենք, որոնք հիմա մոխրանում են արդեն։ Հին Երևան նախագիծ իրականություն պետք է դառնա հենց այս վայրում, այս շենքերի փոխարեն։ Ծրագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է, սակայն կառավարությունը դեռ նոր տներով չի ապահովել հենց այս շենքերում ապրող բնակիչներին։ Համաձայն կառավարության սահմանված ժամկետի հին Երևանը պետք է կառուցվի 5 տարվա ընթացքում։ 1 տարին արդեն անցել է։ Հեղինակը անհանգստանում է, որ կառուցումը ուշանում է, իսկ տարածքը դեռ ամբողջովին չի իրացվել։ Այստեղ դեռ մարդիկ են ապրում։ Բյուզանդի 38 հասցեում ապրող Տիկին Այրան պատմեց, որ իր նախնիները դեռ 1890-ականներին են այս տունը կառուցել։ Հասկանում է, որ բողոքելը անիմաստ է, միևնույն է քանդվելու է։ Վատ պայմաններ են առաջարկել։ Անսկզնական, հա։ Մյուս ընտրություններից հետո մի բան կարող է լինի։ Ես ինչ որ մեր պետության վրա հույս երբեք չեմ դրել արդեն, իրանց չեմ հավատում։ Խաբեբայություն է։ Ազատությունը հարցում է ուղարկել քաղաքաշինության նախարարությանը եւ Երևանի քաղաքապետարանին, պարզելու թե երբ են ավարտվելու իրացման աշխատանքները եւ արդյոք հնարավոր կլինի շինարարությունը սկսել նախքան այդ գործընթացի ավարտը։ Օրվա ավարտին դեռ պատասխան չէինք ստացել։